Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Պոլիտիկայում գրում է, վերջին օրերին իշխանության կողմից վերահսկվող մեդիա հարթակներում նկատվում է ակտիվ քարոզչական արշավ ուղղված հայրենական պատերազմի պատմական նշանակության վերանայմանը։ Պետական բյուջեից ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերության եթերում պարբերաբար հայտնվում են ծրագրեր եւ մեկնաբանություններ, որոնք փորձ են անում խեղաթյուրել այդ պատերազմում հայ ժողովրդի դերը եւ դրա ազդեցությունը մեր պատմության վրա։ Քարոզչական այս արշավում առանձնանում են մի քանի ակտիվ դերակատարներ՝ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մտերիմ համարվող Արծրուն իշխանական մեդիայի կանոնավոր դեմքեր Լիլիթ Դալաքյանը, Ռուբեն Մերաբյանը, Արա Պապյանը եւ ուրիշներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս արշավի գլխավոր նախաձեռնողն ու պատվիրատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ նույն աղբյուրների Փաշինյանը դեռ Մոսկվայից անձամբ է հանձնարարել քարոզչական թիմին սկսել լայնածավալ քննարկումներ, նպատակ ունենալով նվազեցնել հայրենական պատերազմի պատմական արժեքը հայ հասարակության ընկալումներում։ Փաստորաթերթը գրում է, մեր ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ եւ ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է։ Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն Հայաստանում տեղեկություններ է ստացել սեփական կուսակցության վերնախավի շարքերում ջղաձգումների լարվածություն, ապագայի հետ կապված անվստահության վերաբերյալ, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապված որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկությունների մասին, որ վարչապետի մոսկովյան այցն անարդյունավետ է եղել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երեք խորհրդարանում քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը։ Օրաթերթը նկատեց, որ ԱԺՔՊ խմբակցության падգամավորները նախ շատ պասիվ էին, դահլիճը կիսադատարկ էր։ Բացի դրանից բոլորի հնչեցրած հարցերից ակնհայտ երևում էր, որ իշխանականները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն, նույնիսկ հրապարակային պատվիրում էին ինչպես ակտիվորեն պատժել այլախոհներին։ Հրապարակ օրաթերթը գրում է, մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը, ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր։ Արդեն 2 տարի է ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի ագրարայինի փրկության ծրագիր գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ նշանակել։ Այս տարի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 98 դիմորդ, եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ դիմորդների շուրջ 70-80%-ը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր։ Հրապարակ օրաթերթը գրում է, բարձրագույն դատական խորհուրդը 3 քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր շեշտում, որ ինքը հերոսի մայր է, անգամ հարց տվեց նախարարության ներկայացուցչին, երբ է եղել եռաբլուրում։ Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանը ներել են որդու հանգամանքը հաշվի առնելով, սակայն նա այդքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում։ Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված է, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությանը։ Փաստորաթերթը գրում է, Հայաստանի ազգային ժողովը իսկ ավելի ստույգ ԱԺՔՊ խմբակցությունը մարտի 25-ի նիստում երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Արդեն ապրիլի 4-ին օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից։ Որպեսզի օրենքի նախագիծը հասնի խորհրդարան, նախաձեռնողները 60 օրվա ընթացքում ստորագրավակ են իրականացրել եւ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52351 ստորագրություն, թիվը, որը լիովին բավարար էր նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։ Փաստորաթերթը գրում է, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբելյանը։ Հոբելյանական տարվա բացման գալա համերգին մայիսի 14-ին ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը։ Նշել ենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, եւ թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը։ Պատասխանում նշել են, որ դա հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք։ Հարցն ուղղել ենք այն պատճառով, որ տեղեկություններ
տեղեկություններ ենք ստացել, թե միայն հոնորարը կազմում է մոտ 80,000 ԱՄՆ դոլար եւ ցանկացել ենք հրապարակել պաշտոնական պատասխանը։ Մյուս կողմից ԳԳՄՍ-ից նշել են, թե համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագծում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրելյանի դեմ հարուցված քրեական գործով։ Օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ նախաքննական մարմին միշտորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար։ Ի պատասխան նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։ Ասել է, թե առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։ Պաստորաթերթը գրում է. մայիսի վերջին Մոսկվայից ժամանելու գլոբալ հարավի եւ արևելքի պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերի համակարգողների միջազգային հանդիպանը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել հարավի եւ արևելքի պետություններին, ԱՊ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Ըստ մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընդհանրապես եւ Արմեն Գրիգորյանը մասնավորապես նորից կանգնած են դրջագույն դիլեմայի առաջ՝ գնալ այդ միջոցառմանը թե ոչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ում թեթև ձեռքով Կապանում եւս ԿՊ-ն պարտություն տարավ։ Օրաթերթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից պարզեց, որ անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի 300 պատիկի 300,000 դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեղ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր Greek Business ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնե մասնակիցը իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը, եղբայրը Գրիգոր Փարսյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ արշավանքն իրականացրեցին դեպի Սյունիք։ Կրթվել է Նորաձև ծրագրի շրջանակներում, որը այլևս կասկած չկա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որը քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց։ Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ։